Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլգերսոն, օր հոկտեմբերի 14։ Հնազանդությունը օրհնություններից լավ է։ Եվ Սամուելն ասաց. «Միթե Տերը այնքան հավանում է ողջակեզների և զոհերի, ինչպես Տիրոջ ձայնին լսելուն։ Ահա հնազանդությունը զոհից լավ է, և ականջ դնելը խոյերի ճարպիցը»։ Առաջին Թագավորաց 15-22 խոսք։ Գրված է. հնազանդությունը զոհից լավ է։ Ես ասում եմ, որ հնազանդությունը նաև օրհնություններից է լավ։ Սա Աբրահամի կողմից Իսահակին զոհաբերելու պատմության ամենախորը իմաստն է։ Աստված ասաց. «Գնա և արա դա», և Աբրահամը հնազանդվեց։ Վերջին պահին Տիրոջ հրեշտակը կանգնեցրեց Աբրահամի ձեռքը, որպեսզի նա չզոհաբերի իր որդուն։ Այսինքն Աբրահամը զոհասեղանից հեռացավ ասելով. «Աստված փոխեց իր միտքը»։ Ես այդպես չեմ կարծում։ Աստված միայն հնազանդություն էր ուզում, և Աբրահամը անկասկած դա գիտեր։ Ես դա անձամբ ապրել եմ։ Աստված ինձ ասաց բանակցել որոշակի բանի համար և տվեց բոլոր ցուցումները, որ ես պետք է խնդրեմ դա։ Ես հնազանդվեցի և արեցի ամեն ինչ, ինչ կարող էի այն ստանալու համար, բայց չստացա այն։ Ինչ էր դա նշանակում։ Պետք է հարցաքննեի Աստծուն։ Պետք է կասկածեի, որ նա խոսել է ինձ հետ։ Պետք է հավատայի, որ սատանան խանգարում է ինձ։ Ոչ, ես չէի հավատա դրանցից ոչ մեկին։ Ես ջանասիրաբար փնտրեցի Տիրոջը, նա ինձ պատվիրեց. «Արա սա», և ես դա արեցի։ Ես կհանգստանամ հնազանդության խաղաղության մեջ։ Դա ավելի լավ է, քան օրհնությունը։ Աստված մեզ ցույց է տալիս հնազանդության մետաղադրամի միայն մեկ կողմը։ Ծառան պետք է անվերապահորեն հնազանդվի իր տիրոջը։ Նույնն է նաև հավատքի հարցերում։ Երբ Տերը ծառային ասում է գնա, նա գնում է, և երբ ծառային ասում է եկ, նա գալիս է։ Կարո՞ղ է արդյոք քրիստոնյան իր սրտում ընտրել վստահել Աստծուն, երբ նրա ողջ առաջնորդությունը կարծես քայքայվել է իր աչքերի առաջ։ Մեծ հավատացյալները, ինչպիսին էր Աբրահամը, այդպես են վարվել։ Որքան խորանանք Աստծո մեջ, այնքան ավելի յուրահատուկ կլինեն մեր փորձությունները։ Մենք չպետք է մտածենք, որ տառապանքը անպայմանորեն ապացույց է այն բանի, որ մենք նրան հաճելի չենք։ Ի վերջո, հրաշքները տեղի են ունենում միայն անհնարին իրավիճակներում։ Ուզում եք հավատքի զավակ լինել։ Ուրեմն պատրաստ եղեք ամենաանհավանական փորձություններով լի կյանքի։